Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 և հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ հանրային ձայնկուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ Նոյատապանի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գալստյան, քանի որ դուք եք մեր հյուրը եւ 2 օր առաջ մի քանի դեպքեր տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում, հենց դրանից էլ սկսենք, որովհետեւ դուք մեր անվտանգության, թե սահմանի, թե ներքին անվտանգության ակունքներում եք եւ Հարությունը ձեզ հիշում է որպես Վանոյի Արտակ, այսինքն Վանո Սիրադեղյան, ով 90-ականներին կառավարում էր երկրի ներքին անվտանգությունը եւ այն ժամանակ էլ զինված խմբավորումներ, դաշտը մի փոքր, այսպես ասած, անկառավարելի էր եւ ինչ է ստացվում 2024 թվականի փետրվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը տելեգրաֆին հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգության տեսակետից ամբողջ աշխարհում երկրների ցանկում համարվում է 7-րդ ամենաանվտանգ երկիր, իսկ մայրաքաղաք Երևանը 15-րդը։ Ընդ որում ինքը հղում էր անում Նամբեո կայքին, այս կայքը սովորաբար ասում են մի փոքր սուբյեկտիվ կայք է, բայց եթե երկրի վարչապետն է այդ հայտարարությունը անում, պետք է ինչ-որտեղ նաև ինքն էլ հիմքեր ունենա, ներքին գործերի նախարարն էլ հաստատեց նրա ասածը։ Հիմա հասկանանք 24 թվականից 26 թվականը բավականին 2 տարի ընդամենը եւ Երևանի փողոցներում կրակոցներ են լինում եւ այդ կրակոցները ոչ թե 2-3 հոգու միջև է, այլ 40, այսինքն 4 տասնյակից ավելի խմբավորումներ, տեսանյութը դուք տեսել եք, զինված խմբավորումներ, 1 զոհ, 6 վիրավոր։ Սա Երևանի ներսում, Երևանից դուրս Ամասիայում ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ, այդ տեսանյութը տարածվեց։ Հիմա այս 2 դեպքերը վերցնենք, մեկը Երևանի ներսում, մյուսը Երևանից դուրս։ Որքանով է անվտանգ եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք գնում ենք խաղաղության, քանի որ մեր սահմաններին զինվոր չի զոհվում։ Սահմանին զինվոր չի զոհվում, բայց վերջի դեպքերի ժամանակ մենք տեսանք, որ զինվոր եղավ զոհ եղավ հենց ծառայության ընթացքում 24-ամյա պայմանագրային զինծառայողին էլ այնքան ծեծեցին, որ մեկ աչքից աչքը կորցրել է այդ տղան, երկրորդի համար պայքարում են, որ տեսողությունը ընդհանրապես չկոր։ Մի խոսքով այդ քրոնիկան մեկ շաբաթվա եւ այս վերջի իրադարձությունների։ Հա, սենց ասեմ ձեզ։ Քանի որ խոսքը գնաց Վանո Սիրադեղյանի մասին։ Ինչու հիշատակեցի, որտեվ այդ տեսանյութերը ովքեր նայում էին, ասում են իսկ 90-ականներին էսպեսի բան չի եղել, երբ ամբողջ Նայեք 90-ականներին, երբ որ Վանո Սիրադեղյանը ստանձնեց նախարարի պաշտոնը, էլի երկիրը պատերազմական վիճակի մեջ էր, կար ընդդիմություն, կան դժգոհություններ, նենց չէր, որ գործող իշխանության համար ամեն ինչ օքեյ էր։ Բայց վստահաբար կարող եմ ասեմ, թե նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից, թե Վանո Սիրադեղյանի կողմից երբևիցե առաջնային չի եղել Տեր-Պետրոսյանի աթոռի պաշտպանումը, քան ժողովրդի ներքին անվտանգություն։ Ես կարծում եմ, դա հիմնական պատճառներից մեկն էր, որ մենք հասանք արդյունքի։ Այն ինչ որ տենում ենք, դա հենց իմ նախորդ ասացի լավագույն ապացույցն է, որտեղ ամբողջ իրավական համակարգը, ազգային անվտանգության ծառայություն, ներքին զորքեր, նույնիսկ MЧS, դատախազություն աշխատում են ընդհանրապես մեկ ուղղությամբ՝ Նիկոլ Փաշինյանը աթոռը պահելու։ Այսինքն առաջ երթին գալիս է ամբողջ ուժը իրավապահ համակարգի աշխատում այդ ուղղությամբ, այն որ արդեն բանը բանից անցնում է, նոր կարող է զբաղվեն խոսքի քրեատին էլեմենտներով կամ նրանով։ Սա առաջինն է, երկրորդ։ Այդ որ հայտարարում են, որ սա է համար այս ցուցանիշով են 7-րդ տեղը, այն ցուցանիշով են 15-րդ տեղը, ընդհանրապես 2 թիվ բերեմ, 2022 թվականից ինչ Աննա Վարդապետյանը դարել է գլխավոր դատախազ մինչև 25 թիվը քրեական դատարան մեղադրանքով ուղարկվել է 38800 գործ։ Հաշվի առնելով, որ այսինքն ռեալ գործեր են, թե կասկածում եք այդ գործերի։ Այդ եմ ասում էլի։ Հաշվի առնելով, որ ոչ բոլոր գործերում են, որ մենակ մի մեղադրել է, այլ կան նաև խմբեր, մանավանդ այդ գլխավոր դատախազի սիրելի հոդվածը դա հանցավոր կազմակերպությունն է, որ իր մեջ պարունակում է 3 եւ ավել։ Խոսքը գնում մոտավորապես 152,000 մարդու մասին, որ այս պահին մեղադրյալի աթոռն է։
Որպես թվերը ավելի ճիշտ կարողանանք պատկերացնել, մեր ատելի այսպես ասած ճակերտավոր նախկին իշխանությունների ժամանակ տարվա կտրվածքով գործ էր գնում դատարան 2-ից 2.5 հազար։ Հիմա պահպանենք Աննա Վարդապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի անմեղության կանխավարկածը եւ համարենք, որ բոլոր գործերը քիչ թե շատ օբյեկտիվ են, հիմնավոր կասկածը առկա է եւ մարդիկ ճիշտ են գնացել դատարան։ Այսինքն մենք մոտորապես համեմատած Սերժ Սարգսյանի իշխանության ունենք մոտորապես 300% հանցագործության աճ։ Մեզ ում հասկանամ Նիկոլ Փաշինյանի ստրատեգիան ինչումն է։ Այսինքն եթե կոպոտ հանցագործությունները 300% աճում են, ինչ 300 կներեք։ 2038-ի դա մոտորապես 15 անգամ, հա? Իշխանությունն ասում է այն ժամանակ գործը չէր հասնում դատարան, քանի որ ներքին օղակներում կար կոռուպցիա, գործերը փակվում էին, հանցագործները չէին դատապարտվում, պատճառը դա է, իսկ հիմա թափանցիկ արդար։ Բացարձակապես համաձայն չեմ, բազմաթիվ են բողոքները քաղաքացիների կողմից, որ մարդիկ գնում են դիցուկ կպականների վրա հաղորդումներ են ներկայացնում, նույնիսկ գործ չի հարուցվում։ Այդ կապված ծածկադմփոսների հետ։ Երկրորդը ոստիկանական համակարգը եւ քննչական համակարգը աշխատում է նույն պլանային տնտեսությամբ, այսինքն ամսվա ընթացքում կան գործ, որում գործը, այսինքն այդ պլանները, որ եղել է դեռևս նույն մեր ժամանակում, կոմունիստների ժամանակից փոխանցվեց մեզ եւ հիմա եկել այստեղ, նույն ձևի մնացել է։ Ամեն դեպքում ունենք մոտորապես 1000% հանցագործության աճ։ Հիմա 1000% հանցագործության աճի դեպքում ոնց է մեր երկիրը դառնում ավելի անվտանգ, ես չգիտեմ։ Երևի նենց ոնց որ ասենք խաղաղություն է բերում։ Խաղաղության հետ կապված վերջերս առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ եւս մեկ անգամ։ Այո, Նիկոլ Փաշինյանին այս իշխանությանը հաջողվում է խաղաղություն բերել։ Դա աներկբա փաստ է, լավագույն օրինակը Արցախն է։ Այնտեղ նույնպես կրակոց չկա, ոչ մեկ չի զոհվում, ոչ մեկ չի մեռնում, մի հատ փոքրիկ բացառություն կա, ուղղակի հայ չկա։ Ես կարծում եմ նույն ձևի խաղաղություն սպասվում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ խաղաղության մասին կարանք խոսանք, երբ որ մեր Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացված են։ Գերիները այնտեղ են, ադրբեջանցիներն էլ արդեն գալիս են մտնում են այստեղ, Համասյանի իրենց տունն են ման գալի, մարդկանց ցույց են տալի, ասում են սա մեր տունն է, ու մենք գալու ենք։ Հիմա վաղ այդ ադրբեջանցին, որ եկավ Համասյանի հետ բնակչին տնից հանելու իր տունը վերցնելու, դա խաղաղության դրսևորում արինելու, թե նորից Հաչապնակի կրակոցների նմած իրար մորթել են։ Սա է ամբողջ խնդիրը։ Ես ձեզ ասեմ ավելին, իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ այն ինչ որ կատարվում այդ զինված բախումներ եւ այլն, այնպես չի, որ իշխանությունը անկարող է դա կասեցնել, այլ ձեռ է տալի, որտեղ ինչքան ներքին բառակտումը ավելի խորանա, այնքան արտաքին հարաբերություններում ադրբեջանցիների հետ հարաբերությունները ավելի լավ կլինեն։ Այսինքն գտնում եք, որ այս ամենը զուտ պառակտիչ գործերից է։ Միանշանակ, ուրիշ ոչ մի բան չի կարալ։ Իսկ իրավապաշտպանները ինքնուրույն չեն գործում, սա էլ փաստորեն ձեր դիրքորոշումն է։ Իրավապահները ավելի շուտ նկատի ունեք։ Այո։ Իհարկե։ Կա ճնշում հենց իշխանությունների կողմից, թե կոնկրետ հրահանգ։ Կոնկրետ հրահանգ։ Եվ այդ հրահանգը ամեն ինչ անել, որպեսզի զոհեր լինեն, հա, պարոն Գալստյան։ Ինչքան վատ, այնքան լավ, իրանց համար։ Լավ, եթե այս մի Նայեք, մարդիկ ամբողջ իրանց նախընտրական քարոշչությունը դա չսկսած, տանում են նույն բանի վրա։ Եթե մենք չլեցինք պատերազմը, մենք չեղանք զոհեր։ Հիմա այդ զոհերը իրանք կամաց ցույց են տալիս։ Հիմա դա այնպեսի տպավորություն է, որ այս մարդիկ ինչ եկել են իշխանության, իրաց մոտ պլան ա դրած տարվա կտրվածքով ինչքան հայ պետք է զոհվի, կապ չունի։ Պատերազմի ժամանակ սահմանին, եթե այնտեղ չկա, ուրեմն ներքինով։ Որտեղ էլ եմ ասում։ Ես հիշում եմ 90-ական թվականները, երբ որ հրադադարը կնքվեց, եւ բոլոր այն կլասիկ միջոցառումները, որ իրականացվել են դեռևս այն ժամանակվա տեխնիկական հագեցվածությամբ, մեզ հաջողվեց 2 ամսվա ընթացքում ամբողջ զենքերը հավաքել։ 90-ականներից միջև անցել է գրեթե 30 տարի։ Տեխնոլոգիաները, որոնողական սարքերը եւ ամեն ինչը մի քանի անգամ, մի քանի 100 անգամ ավելի կատարյալ է։ Բայց ես որևիցե միջոցառում չեմ հիշում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում ապօրիններ բերված զենքերի հետ կապված, բացարձակապես։ Ընդհակառակը այս մարդիկ ինչ արեցին։ Զենքի մասում օրենքում փոփոխություն արեցին։ Բոլորին զենք սկսեցին բաժանել։ Ինչա նախկին իշխանությունները 90-ական թվականների կամ նույն Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չեն կարողանում զենք ծախեն, կարող էին։
Բայց ազգային մենթալիտետը մեր բռնկվող ոգին հաշվի առնելով դա արգելված էր։ Այսօր դա էլ բացեցին։ Նպատակը մեկն է, որ 1-2 սիրեք մի քիչ էլ վերահսկողությունը թույլատում ես, մարդիկ սկսում են հայերը սկսում են սպանել հայերին։ Հենց որ այսօրվա իշխանությունները իրենց պլանը հոյակապ կատարում են։ Իսկ ադրբեջանցիները հասնում են Ամասիա, որտեղ վատ են աշխատում պետական եւ սահմանային վերահսկողության մարմինները։ Բացարձակապես իրանք այս վստահ են մտել են օրինական, վստահ են, որ պարեկտային ցուցում է տված եղել, որ եթե իրոք դրանք ադրբեջանցիներ են, որովհետև սոտ ամեն դեպքում ես անմեղության կանխավար կատարարկում եմ, պարեկտային դեպքում ցուցում է տված եղել, որ անվտանգությունն ապահովում։ Իսկ ամենավերևի մակարդակով։ Պարոն Գալստյան, խոսում ենք ընդհանրապես այս աջափնյակ այս միջադեպի հետ կապված, եթե խոսում ենք ներկայացնում ենք, ապա աջափնյակից բացի անչափահասների մեջ էլ կա այդ ներքին, այդ էմոցիոնալ։ Ազգը բարակված է, նայեք, ոչ միայն անչափահասների։ Տեսեք, դուք ասում եք ինչքան մարդ զոհվի, այսինքն դա կապ չունի, դրանց զոհերը կլինեն Բացարձակապես։ հրաձգության, ավտովթարի, թե դպրոցական Այդպես աչափնյակի ֆոնի վրա ինձ Էվի Կարակոստանին եղել Աբովյան քաղաքում, եւս միտեղ, եւ բոլոր տեղերը գրեթե զոհերով։ Այսինքն մենք մենակ այդ մի օրվա ընթացքում ունեցել ենք 3 կրակոց հանրապետության տարբեր մարզերում։ Բացարձակապես նորից եմ ասում, ինչքան վատ, այնքան էս իշխանության համար լավ։ Սա է խնդիրը իրենց։ Իսկ կադրերի հետ կապված հարությունն ասում է կանայք չպետք է ղեկավարեն այդ կառույցները, դա էլ է ամեն դեպքում։ Ընդհանրապես ես դες sense ասեմ, մի քիչ ուրիշ ոլորտ են գնում, հիմա կանայք ինձ ինչ ասես կասեն, բայց ամեն դեպքում ուժային կառույցը սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ուժային կառույցը ղեկավար կազմից պահանջում է մաքսիմալ օբյեկտիվություն։ Կին եւ տղամարդ հարաբերությունների մեջ sense ասում ես, ես իմ աշխատած տարիներն էլ բազմաթիվ հանդիպել եմ կանանց, որոնք քննիչներ են եղել, իհարկե արդեն սիրադեղանից հետո, որտեղ սիրադեղանի ժամանակ հստակ հրահանգավորում կար, կանայք ոստիկան իրավապահ համակարգում կարող էին աշխատել անչափահասների հետ սոցիալական բլոկում, անձնագրային վիզաների վարչությունում, բայց ոչ երբեք քրեական հետախուզությունում կամ քննչականում։ Որտեղ ասենք կինը ինքը իրանով կարող է նեգատիվ կազմի դիմացինի հետ կապված, դիցոք եթե ասենք ինքը հակել է նույն շոուերը ոնց որ ինքը։ Ու դա կարող է դառնալ քրեական մեղադրանքի իրական հիմքը, ոչ թե ինչ-որ կգրի թղթի վրա։ Կամ ասենք կարող է տեսնի տղամարդուն, եղունգները դուրը չգա, ուսո տղամարդը արդեն դատապարտված է, այսինքն էմոցիոնալ դաշտը լրիվ տարբեր է։ Ես կարծում այո, կինը պետք է այդ պաշտոնները չզբաղեցնի։ Այսինքն կինը պետք է զբաղվի այն ակունքում իր հիմնադրույթում ինչա դրած Աստծո կողմից չէ մայրություն։ Դա արդեն սոցիալականն է, բժշկությունն է, կավլիցի, բայց ոչ երբեք իրավապահ։ Եվ այս համակարգը շտկելու տարբերակը ո՞րն է։ Նո համակարգը շտկելու համար, նայեք, համակարգը նես չի որ այս համակարգը կարելի է շտկել ընդամենը 1 ամսում։ Այդքան քիչ ժամանակ։ Ընդամենը հրանգավորումն է պետք փոխել։ Այսքան բան։ Ում պաշտպանել, նկատի ունեք այդպես։ Այսինքն պաշտպանել ժողովրդին, թե պետության գլխին, կամ իշխանության։ Այն նայեք, սովետական միության սահմանադրության մեջ որ այդքան քննադատում ենք, սև ոսպիտակով գրած էր, որ միլիցիան պաշտպանում է սովետական ժողովրդին։ Մեր սահմանադրության մեջ գրում է, որ ոստիկանությունը պաշտպանում է պետությանը։ Այս դրույթը պետք է փոխել։ Եվ պետություն ասած, այստեղ դուք հասկանում եք Նիկոլ Փաշինյանին։ Եթե ես չեմ հասկանում, ինքը հրապարակավ հայտարարեց, որ իշխանությունն ու կառավարությունը դա ինքն է։ Դե ես չեմ ասում։ Ինքն ասում։ Սահմանադրությունը պետք է փոխվի, այդ դրույթն էլ պետք է փոխվի։ Միանշանակ։ Եթե իմ ձեռքը լինի հնարավորություն փոխել սահմանադրությունը, առաջի կետերից մեկը որ կփոխվի, կլինի դա, որ Հայաստանի Հանրապետության ուժային ստորաբաժանումները պաշտպանում են հայ ժողովրդին, ոչ թե իշխանությանը կամ պետությանը։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, պարոն Գալստյան, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանրային ձեռնարկության նախագահ Արտակ Գահաստյանը։ Պարոն Գահաստյան, քանի որ 90-ականներով սկսեցինք մեր հաղորդումը, փաստորեն համացանցում մարդիկ կային, որ գրում էին 90-ականներին ավելի լավ էր։ Երանի են տալիս այդ օրերին։ Ինչպես էր աշխատում համակարգը, որ մարդիկ այսօր ամեն դեպքում հիշում են եւ ասում են 90-ականներին ավելի վատ էր իրավիճակ, ավելի զինված խմբավորումներ կային, կարգ ու կանոն ամեն դեպքում այնպես չէր։ Ասացիք խնդիրը նա է, որ դուք հակված եք եղել պետությունը պաշտպանելու եւ ժողովրդին պաշտպանելու եւ ոչ թե պետություն ասելով հիմնականում նկատի ունեք իշխանությանը։ Նման հրանգավորում երբևիցե չենք ունեցել, ասեմ ավելին օբյեկտիվ լինենք, նաեւ Տեր-Պետրոսյանի կողմից նման խնդիր դրված չէ հնարավոր։ Բայց կար նաեւ կարծիք, որ դաժան է վերաբերմունքը։ Վանո Սիրադեղյանի ստեղծած համակարգի եւ ձեռագիրը բավականին դաժան է։ Վանո Սիրադեղյանի ամենաանընդունելի հանցագործությունները դա ապօրինի զենքներ առաջերտին, նույնիսկ որովիցե անց է գնացել է, ասենք նույնիսկ մտերիմիտ համար չէր կարա միջնորդեր, անկախ նրանից թե դու ինչ հարաբերությունների մեջ էր, եթե զենքով վեկարում են, միանգամից գնում էր, դե նարկոտիկը, ոռնաբարությունը, մեկ է սպանությունը, դրանք են թեմաներն էր, որ տաբու էր, այսինքն պիտի գնար ամբողջովին օրենքով։ Ինչու՞մ էր կայանում հաջողությունը, որովհետև այն պատժի անխուսափելիության սկզբունքը ակնհայտ էր, ով ուզում էր լիներ։ Հիմա չեմ ուզում անուններ տալ, մարդիկ արդեն մոռացած են, բավականին բարձրաստիճան պաշտոնյաների եղբայրներ, քույրեր, զավակներ գրել են այն ժամանակ քրեական պատասխանատվության եւ ինչն էր հետաքրքիրը, պաշտոնյաները նույնիսկ չէին էլ համարձակվում բարեխոսեին իրենց զավակների համար։ Սա է աշխատել։ Իսկ այսօրվա դրությամբ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ եւ նորից եմ կրկնում
Այսօր ամենամեծ հանցագործը Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանության եւ իրավապահ համակարգի համար դա այլախոհն է։ Ոչ թե նարկոմանն է, ոչ թե զինված խուլիգանն է, ոչ թե կառուցիաներն է, այլ այլախոհն է, այսինքն ով դեմ է իշխանության, ինքը համար առաջի թիրախն է եւ ամբողջ իշխանական համակարգը աշխատում է այդ ուղղությամբ։ Թվերը նոր ասեցի։ Տարեկան 2000-ից գործերի թիվը հասել է 40,000-ի։ Մենակ հունվար ամսին 26 թվականի 1650 գործ նորից ուղարկվել է դատարան։ Ցենց իմանայք, Մարի ջան, խոսում ենք թվերով, բայց պատկերացրեք, որ ամեն թվի տակ դրանք մարդիկ են, կենդանի, նրանք իրենց ընտանիքներն են, երեխաներն են, այս մարդիկ բացարձակապես որևիցե այլախոհություն, որևիցե բան պլաններ կատարելու եւ նրանց գերազանցիկի սինդրոմով առաջ գնալով մոտորապես արդեն 250-ից 300,000 ընտանիք արդեն ապականված է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամեն 2-ից 1-ը որևիցե քրեական գործով անցնում է։ Հիմնականում մեղադրյալի կասկածալի կարգավիճակով։ Ասենք մոտորապես 250,000 հատ բռասլետներից են բերել, արդեն չկա, բաժանված է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում 2-ից 1-ը հանցագործ է ըստ Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Մենք ունենք, որ դուք ասում եք դրանք օբյեկտիվ են, թե չէ, հիմա բնականաբար օբյեկտիվ չեն կարող լինել, որովհետև ես չեմ կարող ընդունել, որ հայ ժողովրդի 50%-ը պոտենցիալ հանցագործ է։ Այն 50%-ն էլ հերթի մեջ է ընդհանրապես։ Ես վերջերս միտեղ առթունեցել եմ ասելու, ինձ հարց տվեցին Հայաստանում քաղբանտարկյալ կա, ասել եմ ոչ, քաղբանտարկյալներ արդեն չկան, քանի որ մենք հասել ենք այնպիսի իրավիճակի, որ բանտարկված է բուն արդարադատությունը։ Իսկ երբ որ բանտարկում է արդարադատությունը, քաղբանտարկյալ է դառնում ամբողջ հասարակությունը։ Այսօր այն ինչ որ կատարվում է այլախոհների հետ, նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարգառուն ներկայացուցիչները, Ալեն Սիմոնյանի եղբոր կինը օրինակ, իրանք պաշտպանված չեն դրանից։ Այսինքն ցանկացածի վրա մի վայրկյանում մեկ հրահանգով կարող հարուցվի ամենածանր հանցագործություններով քրեական գործ։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ են բոլորը, ընդ որում նաև ԿՊԱ-ականները։ Բացի մեկ հոգուց։ Հիմա այդ ձեր ասած ոչ քաղբանտարկյալ լինելու հեռանկար չունեցող վարչապետը, այսպես ասած, վերադառնում է Միացյալ Նահանգներից, որտեղ մասնակցեց Թրամփի խաղաղության խորհրդի առաջին նիստին, քննարկվում է նաև այդ նիստի գնալը, այնտեղ Ալիևի հետ հանդիպում ունեցավ, Թրամփի հետ ունեցավ Նիկոլ Փաշինյանը որոշակի զրույց, եւ վերադառնալու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, վերադառնում է Հայաստանի կարոտած, վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Այդ որտեղից այդ մեծ վստահությունը Նիկոլ Փաշինյանին։ Դե կարծում եմ մեր խոսակցության սկզբից այդ վստահության հիմքերը կան, երբ որ արդեն օրեցերեկով իրար մորթում են, ես նորից ասացի, իրանց պատկերացրած խաղաղությունը դա Արցախյան խաղաղությունն է։ Կրակոց չլինի, ամեն ինչ լինի խաղաղ, պրոստը տարածքում հայեր չլինեն։ Բնականաբար, եթե մի օրվա ընթացքում 3 հատ զինված բախում ալում, 10 հատ վիրավոր, 3 զոհով, 3 դեր միասին, բնականաբար Արցախյան խաղաղության մոդելը իր մոտ կհամապնդվի, հայերը սկսել են ոչնչացնել իրանք իրանք։ Պարոն Գալստյան, ձեր ասածը հետևյալն է, եթե լիներ կրկին Արցախը, նորից կլիներ եւ բախումները եւ կլինեն սահմանային միջադեպերը, չկա Արցախը, այսինքն դրան է տանում ձեր եզրույթը։ Ես ասում եմ ոչ թե չկա Արցախը, այլ ասում Արցախում խաղաղությունը, որտեղ այնտեղ հայ չկա։ Մեր սահմաններին էլ է խաղաղություն, որտեղ չկա Արցախը։ Ոչ, մեր սահմաններին էսպային խաղաղությունն է, որովհետև ադրբեջանցին այլևս կրակելու որևիցե մոտիվացիա չունի, որովհետև մեզանից ինչ պահանջում են տալիս ենք։ Բայց նույն Միացյալ Նահանգների փոխնախագահը ոչ թե համարում են, որ ինչ ուզում է Ադրբեջանը մենք տալիս ենք, այլ երկու նախագահներն էլ հասկացան, որ պետք է վերջ դրվի այդ երկարատև հակամարտությանը եւ շնորհակալություն են հայտնում, որ այս տղաները հասկացան ի վերջո եւ գնացին։ Այդ որ փոխնախագահանա որ Միացյալ Նահանգների դիվենս դիմում է Փաշինյանի եւ Ալիևին, շնորհակալություն է հայտնում նրանց, հայտարարեց, որ կողմ են դրել տեղադրել էր ցեղասպանության մասին նյութը, հետո վախից հանել էր։ Սխալմամբ տեղադրել էր։ Իր հայտարարությունից եմ ասում։ Ասենք իմ Հայաստանի Հանրապետության հասարակությունը մենակ այդ միջադեպից հետո որևիցե լուրջ փաստարկի տեղ դիտի նրա խոսքերը։
Այսինքն դուք լուրջ չեք վերաբերվում Բացարձակապես։ իսկ հայ-ամերիկյան էս ընդհանուր Ինչին։ գործընկերությանը, նոր հարաբերությունների Հասկանում ես։ ձևավորմանը։ Հիմա առանց այդ քարոզչական թեզերի ինձ կարող եք բացատրել այդ գործընկերությունը չի հետա կապված։ Դե հիմա մի քանի ամսից հետո հնարավոր է մենք տեսնենք մեր տնտեսությունը կզարգանա թրիփի ծրագրի հետ կապված Թրիփի ծրագիրը առավելագույնը մոտորապես $100 միլիոն ներդրում է, հա, սա առաջին, հա։ Երկրորդը ես ներքին համոզմունք ունեմ, որ այդ ճանապարհը երբևիցե չի էլ կառուցվելու, դա երկրորդ, անկախ Ադրբեջանի ցանկությունից։ Ասենք մոտ լավ 100 միլիոնի չափ թրիփը։ Ուրիշ արհեստական բանականության կենտրոն կդառնա Հայաստանը։ երբ Դե Նիկոլ Փաշինյան դրանից հետո արդեն ազգային ժողովում ասում էր, որ մենք մեր ծրագրերը արդեն պետք է ներկայացնենք քննարկման։ Գուցե սպասում են ընտրությունների ավարտից հետո։ Այ Մարի ջան, 7 տարի է լսում ենք։ Հիշում եք Եվրոպան, երբ որ հոկտեմբերի 2-ը ենք ստորագրում, Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի առանցքային ամբողջականության մեջ, ճիշտ եմ հիշում, Եվրոպան մեզ $3 միլիարդ դոլար էր տալիս։ Տվեց։ Իսկ ինչու չտվեց։ Իսենց ասեմ, եթե իրոք խոստացած լիներ կտար։ Դուք նկատի ունեք, որ մեզ անլուրջ են վերաբերվում եւ որպես պետություն մեզ Այսքան ամենակ նայեք, հիմա նոր թեզ են մտցրել, որ այն սխալ թարգմանությունը, որ իբր թե $9 միլիարդ մոդուլային ատոմակայաններ, դες թմկահարում են, ընդ որում ուզում են նաև մեծամորի ատոմակայանը փակեն։ Դեք տարօրինակը որն է, որ գերակի է զարգացած մարդիկ, որ դա մեր Բակալենիայի ժողովուրդը սովետական միություն անցած էլ։ Ասենք մարդուն հարցը ստել ասում ես, որ տես թմկահարում ես էլի։ Լավ, գոնե մի ալարեք, համացանցում գրեք մոդուլային ատոմակայաններ, բայց հասկացեք, вообще դա իրանից ինչա ներկայացնում։ Ուրեմն ամբողջ աշխարհում կա գործողբեկ մոդուլային ատոմակայան։ Հյուսային Սառուցյալ օվկիանոսում Ռուսնենն է, ընդ որում ռուսական արտադրություն։ Կա երկու հատ նախագիծ, որ կյանքի կոչվի մոտ 10 տարի հետո մեկ իրականացնում է, թե չեմ սխալվում, Չինաստանը, մյուսը էլի ասական։ ասում են Թայվանում էլ կա։ Մեկը Չինաստանն է, կարող հենց այդ Թայվան-Չինաստանն են ասում, բայց նա էլ դեռ պատրաստ չի մոտ 10 տարի հետո կլինի։ Հա, մեկ էլ Միացյալ Նահանգները սկսել են նոր փորձարկումները։ Այսինքն մոտավորապես մի 10-15 տարի հետո կարող է այդ մոդուլային ատոմակայանը լինել կամ չլինի։ Այսօր մենք խոսում ենք $9 միլիարդ ատոմակայան գնելու մասին, որտեղից ումից։ Մեզ գումարը չեն նվիրում։ Մեզ գումար չեն նվիրում, մեզ թույլ են տալիս, որ մենք $9 միլիարդ առնենք իրանցից։ Այդ նույնը ոնց որ հիմա ասենք դուք ինձ ի վրա օրինակը չբերեմ, ոնց որ ասենք դուք մեկին թույլ տա գա Նոյան տապանում ելույթ ունենալու ձեզ վճարելով $1,000, մարդը գա ձեզ վճարի $1,000, այստեղ ելույթ ունենա, հելնի ասի, որ Նոյան տապանը իր մեջ $1,000 փող ներդրել։ Այսինքն սենց ասեմ ձեզ, կա լկտի սուտ, կա վիճակագրական սուտ, կա ժամանակին քաղաքացիական պայմանագրի սուտ, բայց այս վերջի սուտերը արդեն էլ որից է տրամաբանության մեջ չեն տեղում։ Այդ դեպքում ուր է տանում այս գործընկերությունը, հայ-ամերիկյան, որին դուք չեք Ոչ վստահում։ միտեղ։ Նույն երկաթգծի հետ կապված ռուսական կողմի հայտարարությունը լսեցինք, երկաթգծի կառավարման հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լսեցինք, որ կարող ենք բարեկամական մեկ այլ երկրի փոխանցել։ Այդ դեպքում այս բոլոր խոսակցությունները ինչի համար են։ Շահում։ Ինչից։ Բուն նպատակից հայաթափել Հայաստան։ Արցախյան խաղաղությունը բերել Հայաստան, ասենց տանում։ Հայաստանում կլինի խաղաղություն, երբ որ Հայաստանում հայեր չեն լինի։ Եվ դրանում ով է մեզ օգնելու, նույն արևմուտքը։ Այո, դրանում արևմուտքը ամբողջովին օգնելու է։ Իսկ ռուսական կողմը ինչ է անելու։ Ռուսական կողմը ինչքան կարող է դիմադրել, չգիտեմ, կամ մի ժամանակ կգա մի հատ որոշակի պահ, որ նրանք էլ կօգնեն, ասեն ասված ձեր հետ։ Ստացվում եք, որ ամեն ինչ ազնիվ է արվում մեր հանդեպ, սա խաղ չի, պարոն Գալստյան։ Ում կողմից ռուսների։ Ռուսական կողմից։ Ահա նայեք, Ռուսաստանի Դաշնությունը 4 տարի է գտնվում է շատ ծանր պատերազմի մեջ։ Ասենք, չեմ կարծում այդքան ժամանակ ունեն մի հատ էլ մեր հետ խաղալու։
Փաստը կարամ ասեմ հետևյալը, որ բոլոր այն պետությունները, ում հետ որ այսինքն նմանատիպ ռազմավարական համագործակցություններ են կնքել եւ ներդրումներ են արել Միացյալ Նահանգները, բռնած Լիբիայից մինչեւ Իրաք, գումարած Սիրիան եւ Աֆղանստանը շատ տխուր հետևանքներ են ունեցել։ Իրանի շուրջել են զարգացումները Հիմա նույնն շատ Իրանի մտահոգ։ Ամերիկան խնդիր ունի Իրանի հետ կապված, Իսրայելի հետ միասին, Ադրբեջանը մտած այդ կոալիցիայի մեջ, խանգարող ուղղակներից մեկն էլ Հայաստանն է, եթե մեզ ոնց որ թե արդեն ներքաշում են դրա մեջ, որովհետև Իրանի արտգործնախարարությունը երկու անգամ շատ կոշտ հայտարարություն արեց մեր իշխանությունների հետ։ Բայց հետո փոխեցին դիրքորոշումները։ Դե փոխեցին, հետո մերոնք ինչպես միշտ պոլկները քաշեցին։ Մոռացել եք միտինգները Պարսկաստանի դեսպանատանը։ Այդ երկու օր առաջ նորից զգուշացում եղավ, որ եթե հանկարծ Հայաստանը փորձի ամերիկյան զինվորներ բերի սահմանի վրա կամ որևիցե միջանց տրամադրի ամերիկյան զենքի համար, շատ վատ հետևանքներ կունենան մեր Հայաստանի Հանրապետության համար։ Ոնց ասեմ ձեզ, ախր իրանց ստերի մեջ իրանք են ամբողջովին խճճված։ Սկզբնական նախ հեղափոխությունից հետո առաջի մի տարին, երկու տարին իրանք լավ սուտն ասում են, բայց հավատում են, որ այդ սուտը կանան կյանքի կոչեն։ Իսկ հիմա ամեն անգամ ասում են մի հատ նոր սուտ, հին նախքին սուտը ծածկելու համար ուրիշ վշի։ Աշխարհը կլռի, եթե Ադրբեջանը գնա այդ քայլին մեր հանդեպ։ Միանշանակ։ Իսկ այդ որտե չի լռել, այդ որտեղա աշխարհը ձայն բարձրացրել։ Ուկրաինայում ձայնա բարձրացնում։ Կամ որ բարձրացնում է ինչ։ Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցրել։ Չեք վստահում։ Այդ դեպքում ինչպես կարող եք մեկնաբանել, որ Դիվենսը գնում էր Բաքու, խնդրեցինք մեր կողմից, որ գերիների հարցը բարձրացնի եւ ասում են Եվ բարձրացրեց տվեցին։ Բացի չտալոց Հաջիևը ընդ որում խոսում է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայք Հարությունյանի մասին եւ ինչ է ասում է, որ նրանց այդ դատավճիռը դա արդարությունն է, դա տևական ժողովրդի Հաջիևին հանգիստ տվանք, եկեք նայենք խաղաղության համատեքստում, այ որ Վենսը գնաց իբր թե խոսած հայ գերիների մասին, Ալիևի պատասխանը նա մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մեր գերիներին գտնվող համատես Նյուրնբերգյան դատավարության եւ նացիստների հետ։ Դա Ալիևի խոսքեր։ Հիմա ըստ ձեզ կա աշխարհում մի հատ պետություն, որ կարող է հայտարարի, որ այս մի պետությունը նացիստական է ու նրա հետ խաղաղություն կնքի։ Դա մեզ ֆաշիստական էր ասում։ Դե դա նացիստական ֆաշիստական։ Ասում են, միջ սա էր անդադ ասում։ Չէ, հիմա կոնկրետ Վենսի խոսքերի արդյունքում մենք դառանք ֆաշիստական, նացիստական պետություն։ Հիմա հարթ Ադրբեջանի նախագահը, որ Հայաստանն համարում է ֆաշիստական եւ նացիստական, մեր խաղաղությունը կնքելու։ Եթե ամփոփենք արտաքին հարաբերությունները ինչպես է գնահատում, արդյոք այս աշխարհը մեզ ճանաչեց Նիկոլ Փաշինյանը, այդքան հանդիպումներ Արարատ Միրզոյանը, այդքան հանդիպումներ։ Շատ վատ է, որ աշխարհը մեզ իրենցով ճանաչեց։ Եվ հետևանքը որն է լինելու։ Հետևանքը արդեն եղել է, չգիտեմ, ազգը կարա համախմբից հրատակից դուրս գա թե չէ, հարցի երկրորդ կողմն է, բայց շատ վատ է, որ աշխարհի մակարդակով մենք դառել ենք անողնաշար ընդհանրապես։ Արգելի հայրենակիցներ, նորանդ ապանը կրկին եթերում է։ Պարոն Գալստյան, ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, ուժեղ Հայաստանը պնդում է, որ իրենք այն առաջնորդը կունենան, ով Ալիևին կկարողանա ասել ոչ, ուժեղ Հայաստանի առաջնորդը կկարողանա երկիրը վերհանել այս իրավիճակից եւ տանել զարգացման։ Դուք ինչ կարծիքի եք որպես ընդդիմադիր քաղաքական ուժ։ Ուսանց ասեմ, Սամվել Կարապետյանի ճանաչում դեռ 90-ականներից ռուսական խոսքը լիխի 90-ը։ Ունեթե մեր ժամանակաշրջանի մարդկանց մոտ բավականին տարածված, ինքը այդ ժամանակաշրջանը անցած, 0-ից սկսած դառել է միլիարդատեր։ Ընդ որում առավելությունն նա որ յան չեն կարող մեղադրել Հայաստանը թալանելու մեջ, որովհետև այդ մարդը երբևիցե Հայաստանը որևիցե պաշտոն չի զբաղեցրել, այսինքն ինչ էր այլ, ինչ էլ չի արել, ամեն դեպքում այլ է Ռուսաստանի Դաշնությունում, Քավլիցի մինչև այսօր որևիցե քրեական հետապնդման չի ենթարկվում։ Սա առաջինը, այսինքն ինքը ինչ ունի, ինչի հասել է 0-ից։ Ասել է իր ուժերով,
Առանց որևէ խարդավանքի կամ ինչ-որ մի բանի։ Այսինքն մինիմում կարող ենք ասել, որ գոնե թե մարդ, որ այս կյանքում ունի 4.2 միլիարդ դոլարի կապիտալ, օֆիցիալ գրանցված, գոնե կարող ենք ասել, որ ունի բիզնես կառավարչական հմտություններ։ Սա առաջին։ Երկրորդ։ Մարդը լինելով բիզնեսմեն կարողանում է շատ ջերմ հարաբերություններ ունենալ գերհզոր պետությունների առաջի դեմքերի հետ։ Այսինքն կարելի ասել, որ գոնե թե գոնե թե դիվանագիտության մեջ նույնպես հաջողված։ Երրորդը վստահ եմ, որ ախր Ալիևին չի ասելու համար շատ բան պետք չի, ընդհանրապես պետք է հաչ ասել ամեն ինչին։ Կարծում եմ, որ այն ինչ որ ունենք դրա համար այո, Սամվել Կարապետյանը կլինի քայլ առաջ։ Իսկ այդ դեպքում նախորդ նախագահների քաղաքական դաշտում մնալը ինչի մասին է խոսում։ Նայեք, Ընդ որում իրենք էլ են հայտարարում, որ միայնակ ոչ մի ուժ չի կարողանալու Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Պետք է միավորվեն։ Այդ ամբողջ խնդիրը որն է, Քավլեցի Ռոբերտ Քոչյանը, Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը կամ Գագիկ Ծառուկյան։ Գագիկ Ծառուկյանի հետ մեր հարաբերությունները բավականին ջերմ են, մի քիչ ինչ էլ ասեմ իր մասին սուբյեկտիվ է, որտեղ են գերականությունի համար ավելի վերառնելու, բայց նաև կանադառնամ Գագիկ Ծառուկյան։ Մենակ ոչ ոք չի կարող ասել Ռոբերտ Քոչյանին կամ Սերժ Սարգսյանին ինչու եք դուք առաջադրվում։ Բայց փաստը մեկն է, իրանց առաջադրումով տալիս են օրակարգ իշխանությանը, խոսույթ։ Մի անգամ, որի մենք ականատես ենք եղել 21 թվականին։ Բայց այստեղ էլ Սամվել Կարապետյանը կարող է մի քայլ անել եւ այդ հարցը նույնպես փակվի, այսինքն ինչա պետք անել, պետք է Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ոչ թե ազդեցությունը ընտրական գործընթացների վրա եւ խոսույթը քաղաքացիական պայմանագրի մաքսիմալ հնարավոր է նվազեցնել։ Նվազեցման համար ամենակարճ եւ ճիշտ ձևը կայանում հետեւն։ Եթե Սամվել Կարապետյանին հաջողում է Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական միավորների լավ գոնե 50-60%-ը միավորել իր շուրջ, որոնք հայտարարություններով հանդես կգան, ավտոմատ կերպով դառնալու այսինքն պատկերացրեք իրավիճակ, երբ որ ընտրություններին դիցուկ մասնակցում է քաղաքացիական պայմանագիրը նոր ուժը եւ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը ավտոմատ կերպով այն ինչ որ ասվում է տարիներ շարունակ, որ այս մի ուժը բերեց, այս մի ուժին, որ իրանք իրար հետ պասերով են խաղում, սա դառնալու արդեն ակնհայտ իրականություն եւ սրա կումուլատիվ էֆեկտը բավականին զրոյանալ է։ Այսինքն այսօր Սամվել Կարապետյանը միանշանակ է, ես կարծում եմ մենակ հիմարը կարող է դա չնկատի, որ գոնե թե ընդդիմության մեջ ֆավորիտը ինքն է, առաջի գնացող ուժը ինքն է։ Եվ եթե մարդիկ մտածում են, որ իրոք Նիկոլ Փաշինյանը վատն է եւ այս իշխանությունը պետք է հեռանա, այն որ իրանք հայտարարում են թուրքամետ են, ադրբեջանամետ են, էսի ծախեցին, իրանք ունեն մի խնդիր՝ միավորվել այս ուժի շուրջ։ Նույնիսկ եթե այս երկուսը, որոնք ժամանակին Արցախից գաղթել են Հայաստանի Հանրապետություն, իրանք են փորձում շարունակեն նույն խաղը, որ տևել եղել է 18-ին, եղել է 21-ին, այս դեպքում այս խաղի ազդեցությունը շատ ցածր է լինել։ Այո, ներուժը պետք է հիմիկվանից, ինչքան մանր կուսակցություններ կա, գոնե քաղաքական հայտարարությունների մակարդակով պետք է բերի հապախմբի իր շուրջ։ Եղավ այդ համախմբումը իր մոտ հաղթանակը նույնպես կլինի։ Ինչ մնում է Գագիկ Ծառուկյանին, մնայք, ամբողջ խնդիրներն է, որ տարբեր կուսակցություններ հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ գնալու են ընտրությունների։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, դեռ ես նման հայտարարություն իր կողմից չեմ տեսել։ Դրա մասին հայտարարել է Մայր Հայաստանը, հայտարարել է Սուրեն Սուրենյանցը, ու որպես ընկեր ես կցանկանայի, եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցում է ընտրություններին, ինքը մասնակցի իր դեմքով, որտեղ ժողովրդի իրոք որոշակի ժողովրդի մի հատված իրան սիրում է, բայց եթե ինքը պետք է նորից ասոցացվի նախկին նախագահների հետ, դա կարող եմ ընկերոջը վնասի, առիթ եղել հանդիպեմ, բայց որ հանդիպեմ ես այդ խորհուրդը ժողովրդի հիշում է նաև Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ հեղափոխության այդ։ Ну, սենց ասեմ ձեզ,
ուրեմն հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի հետ կապված իմ մոտ կա մի ջրբաժան։ Միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո։ Միջև նոյեմբերի 9-ը ես ինքս եղել եմ Նիկոլ Փաշինյանի ամենալավ ջատագովներից մեկը։ Եթե ես կարողացել եմ խափնվել, իսկ ով ասում ու Գագիկ Ծառուկյանը չպետք է խափնվեր։ Բայց նոյեմբերի 9-ից հետո երբևիցե ինչ-որ մեկը տեսել է Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանին։ Կհետևենք իրադարձությունների, ներքաղաքական կյանքում իրադարձությունները շատ բավականին արագ են ընթանում, կան նաև խուզարկություններ, կան ձերբակալություններ, կան կալանքներ, մի խոսքով իշխանության վերջին։ Եվ մեկ գովազդային դադարել դուրս գանք եւ ուզում եմ անդրադառնալ ձեր փոսերի բաստիոն այդ մի փոքրիկ հոդվածին։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Գալստյան, դուք Երևանի ավականու անդամ եք եւ փոսերը փաստորեն այդ փոսերի բաստիոնի մասին եք գրում, դուք ինքներդ լինելով այնտեղ, այսինքն քաղաքի կառավարման ղեկը ձեր ձեռքին է, ձեր, նաեւ ձեր։ Ինչու այս իրավիճակը ստեղծվեց Երևանում, Երևանից զատ նաեւ Հայաստանի բոլոր մարզերում այդ փոսերի բաստիոնը շատ լայն հասկացողություն է։ Որտեղ նայեք, ասենք նայումս քաղաքական դաշտով ներկա եւ նախկին իշխանությունները իրար մորթում են։ Հիմա չեմ ուզում անուններ տամ, ընդհանրապես կակնարկեմ։ Հիմա Երևան քաղաքի ասֆալտապատման տենդերներից շահումներից մեկը, որ 50+1%-ն է, նախկին նախագահի Մորաքրոջ որդին։ Որ նախագահի։ Արդեն ասեցի, ավել բան չեմ ասել։ Ավել չեք ասել։ Նախկին նախագահներից մեկի Սուրալ Մորաքրոջ որդին, ինքն է տենդերը շահ։ Մյուսը գործող վարչախմբի եղբայրն է։ Այսինքն կարանք ասենք, որ այդ հոդվածի հենց ամբողջ իմաստը, որ տենց ընդհանուր է գնացել, որտեղ այս փոսերի առաջացման մեջ պատասխանատվություն են կրում երկու կողմերը, եւ նախկինները, եւ ներկաները։ Հիմա ինչն է հետաքրքիր։ Այս փոսերը, որ առաջացան, իշխանությունների մեջ շատ հետաքրքիր ճանապարհով գնացին, սկսեցին հայտարարել, որ քանդվել են նախկին իշխանության ասֆալտները, ես նորից անուններ չտամ, քաղաքապետարանի ղեկավարներից մեկին ընդհանրապես ասացի, այդ լավ է, որ ամեն ինչ գցում եք նախկինների ջեբը, բայց տվյալ դեպքում դուք ուղարկի իրանց գովազդում եք, դուք մոռացել եք, որ 8 տարի է իշխանությունը դուք եք, հիմա ուզում եք ասեք, որ նախկինների փռած ասֆալտը 8 տարի դիմանում է, ձերը մի ամիս էլ չի դիմանում։ Այդ խոսությունը իրանց մեջից վերացավ։ Նայեք ընդհանրապես ոնց է այդ համակարգն աշխատում։ Քաղաքապետարանը հայտարարում է տենդերը շահում է X ընկերությունը, այ որակ հսկողություն, տեխնիկական սպասարկումը կատարում է մեկ այլ ընկերություն, որը որ դրա իրավունքը շահում է արդեն կառավարության հաստատված տենդերից։ Այսինքն ասֆալտապատող ընկերությունը ասֆալտ արես բրծավ, ընդունողը ոչ թե Երևանի քաղաքապետն է, այլ Երևանի քաղաքապետն է։ Բայց տեխնիկական որակին համապատասխանումը տալիս է այս ընկերությունը։ Երբ որ այս ընկերությունը այս թուղթը տալիս է, քաղաքապետը արդեն չի կարող չընդունել այդ ասֆալտը։ Այսինքն մի սիրուն կառուցության սխեմա է գծած, պատկերացրեք ասած։ Նույնը վերաբերում է նաև բարձրաբանական շենքերին եւ այլն եւ այլն։ Այսինքն շան գլուխը այստեղ է թաղված, իսկ սովորական աչքով որ նայում ես, բնականաբար որակն է, բնականաբար հաստությունն է, բնականաբար մեր իշխանությունների սիրած ասֆալտը ոչ միայն անորակ է, այլ հիմնական կառուցության հենց այդտեղ է։ Ու քաղաքական ձևակերպումը կարող եմ տալ այսպես, որ ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին նույնիսկ ասֆալտը լքել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Գալստյան, այսօր մեր հաղորդման համար, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, հետևենք իրադարձություններին, հետևենք զարգացումներին եւ շատ կարճ մեկ րոպեվա ընթացքում քաղաքացիական պայմանագրում քվեարկության մասնակիցներից 38-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին։ Սա ինչի մասն է խոսում։ Ցած ասեմ, միգուցե չեն հասկացել, որ դի քվեարկել։ Ընդհանրապես որտեղ կարծիք կա, որ ամենահավատարիմներն են ցուցակի մեջ անցել, ովքեր հավատարմությունը ցույց են տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ նրանք ովքեր մնացել են ցուցակից դուրս արդեն տարաձայնություններ են։ Ես չեմ կարծում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում կա այդպես խոճապ չկա։
Չէ, խոճապը կարել էլ մի այլ կերպ, սենց ասեմ ձեզ, այդ հավատարմության ցուցանիշը, ախր մի խումբ, մի կառույց, որ կառուցված է հիմքում դրված գցել է, էլի պիտի հիշեմ, սկսեցինք Վանո Սիրադեղանով եւ ավարտենք Վանո Սիրադեղանով, Վանո Սիրադեղանը մի լավ խոսք ուներ, ասում էր այս աշխարհում նույնիսկ չգցող մարդկանց են գցում, ուր մնաց գցողներին չգցեն։ Դա համար այդ միֆը հավատարիմ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի հատ իրեն հավատարիմ մարդ, սուտ մի բանի պատճառով, որովհետև ինքը իր այությամբ հավատարիմ չի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։